Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է եւ ինչպես միշտ մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին հարգելի հեռուստադիտողներ եւ քանի որ այսօրը տոնական է մեր անկախության 25-րդ տարեդարձը այսօր մենք նույնպես որոշեցինք տոնական դարձնել մեր եթերը եւ անդրադառնալ մեր առողջապահության ոլորտի 25 տարիներին այս առիթով մենք տաղավար ենք հրավիրել առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանին հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ եթե դուք ունեք հարցեր, կարող եք զանգահարել 54 89 34 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ Արարատ gzig.tv.am հասցեով։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Շնորհավորում եմ մեր ձեր բոլորիս անկախության տոնի առիթով։ Ես կուզեի միանալ շնորհավորանքներին եւ շնորհավորել ձեզ, շնորհավորել մեր հեռուստադիտողին եւ շնորհավորել բժշկական հանրությանը Հայաստանի Հանրապետության անկախության այս փառապանծ տոնի մեր 25-ամյակի կապակցությամբ։ Շատ շնորհակալություն, իդեպ չգիտեմ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թե մյուսներն էլ են նկատել, որ կարծես տարեց տարի, թե հատկապես 25-ամյակի առիթով մեր ժողովուրդը ավելի սեփականորեն է, սեփականատիրոջ իրավունքով է կարծես տոնին վերաբերվում եւ իսկապես տոնական տրամադրությունը նկատելի է։ Պարոն Սողոմոնյան, մենք առողջապահության ոլորտին, եթե անդրադառնանք, ինչ կարող ենք ասել 25 տարի եւ դեռ մի փոքր էլ ավելին հետ դարձ հայացք ձգելով, ինչ ենք մենք ժառանգել խորհրդային պետությունից այս ուղղությամբ, այս ճյուղում եւ արդյոք դրա ամենալավ կտակներ, թե այն ենթակա էր փոփոխությունների։ Այո, դուք ճիշտ եք, մենք արդեն 40 դար է անկախ ենք եւ 40 դար է Հայաստանում բժշկագիտությունը եւ առողջապահական համակարգը զարգանում են ուրույն հողով, անկախ երկրին բնորոշ եւ մեր տարածաշրջանին, մեր ժողովրդին հարիր ընտրված ուղով, որպեսզի հասկանանք մենք ինչ ձեռքբերումներ ունենք այս 40 դարում պիտի վերհիշենք, թե ինչ ունեինք, երբ անկախացանք, ինչ էինք ժառանգություն ստացել սովետական խորհրդային առողջապահական համակարգից։ Հիշեցնեմ, որ մենք անկախության առաջին իսկ օրերից, երբ որ սկսեցինք ինքնուրույն տիրապետել մեր առողջապահական համակարգը, պարզվեց, որ մենք ժառանգություն ենք ստացել բավականին մեծ ենթակառուցվածքներով չարդարացված Հայաստանի բնակչության ծավալով չարդարացված մեծ առողջապահական համակարգ։ Հիշեցնեմ, որ սովետական Հայաստանը գտնվում էր սովետական միության հնարավոր պատերազմական ռազմական ուղղության առաջնագծում դեպի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա եւ այդ պատճառով սովետական իշխանությունը Հայաստանում տեղաբաշխել էր առողջապահական շատ ավելի մեծ ներուժ, քան Հայաստանի բնակչությանը պետք էր հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ խորհրդային բանակին ապահովելու համար։ Այո։ Եվ այդ ներուժը ինչպես է դա արտահայտվում, այդ մեծ հիվանդանոցները ահռելի մեծ եւ նվազ արդյունավետ ենթակառուցվածքները արտահայտվում են հետեւյալով. նույնիսկ մարզային փոքր քաղաքներում մենք ունեինք շատ մեծ հիվանդանոցային շենքեր, բազմահարկ եւ բավականին մեծ տարածքներ զբաղեցնող, այո, որոնք ծախսարդյունավետ չէին եւ կառավարման տեսանկյունից բավականին դժվար էին։ Մենք ունեինք բնակչությանը ոչ համապատասխան ավելի մեծ թվով առողջապահական կադրեր, այո, բժիշկներ եւ բուժքույրեր, այո։ Միթե այդ կադրերի, այսպես ասենք, հա, ավելորդություն, ավելցուկ նկատելի է։ Այո, վաղուց հայտնի է եւ դա փաստարկված է առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմատիվներով, որ առողջապահության համակարգին հավասարաչափ վնասում են ինչպես կադրային պակասը, այնպես էլ կադրային ավելցուկը, որովհետև կադրային ավելցուկը ստիպում է ավելի մեծ ծախսեր կատարել այդ կադրային ներուժը պահելու համար, աշխատավարձային ավելի բարձր ֆոնդ հատկացնել եւ ընդհանուր առողջապահության բյուջեից զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման համար ավելի քիչ գումար է մնում, որովհետև մեծ մասը աշխատավարձի է գնում եւ ավելի դժվար կառավարելի են դառնում մեծ չարդարացված մեծ կոլեկտիվները, հա։ Պարոն Սողոմոնյան, բայց ես հիշում եմ, որ այն տարիներին, օրինակ մարզերում բժիշկ ունենալու համար մարզերը պատվիրում էին
իրենց ասենք թե դպրոցականները երբ ավարտում էին եւ պետք է քննություն հանձնեին բժշկական համալսարանում սովորելու համար, նույնիսկ որոշները, այսպես ասած, պայմանագիր ունեին, որ պետք է վերադառնան աշխատեն, այսինքն դա կարծես թե խիստ հաշվարկված էր։ Հաշվարկված էր, այո, հաշվարկված էր, հաստիկները տեղադրված էին, բայց նրանք ոչ Հայաստանի 3 միլիոն բնակչության համար էին հաշվարկված։ Այդ առողջապահական կադրային պահանջարկը եւ հաստիկների քանակը հաշվարկված էր շատ ավելի մեծ բնակչություն սպասարկելու եւ կրկնում եմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում նաեւ վիրավոր զինծառայողներ սպասարկելու համար, որոնք մեծաթիվ կլինեին խորհրդային բանակի մարտական գործողությունների մեջ մտնելու ընթացքում մեծաթիվ կլինեին։ Ահա այդ նորմատիվներն էր, որ մենք ժառանգություն ստացանք եւ ասեմ, որ առողջապահական ընդհանուր առմամբ խորհրդային առողջապահական համակարգը ունենալով որոշ դրական կողմեր, մասնավորապես համընդհանուր դիսպանսերիզացիայի առումով եւ այլն, բայց ինքը շատ ծախսատար էր։ Եվ երբ անկախ Հայաստանը սկսեց ինքնուրույն տնօրինել իր բյուջեն պետական եւ իր հատկացումները առողջապահական համակարգին, պարզվեց, որ այդ հատկացումներով այդքան ծախսատար առողջապահական համակարգ պահել եւ զարգացնել հնարավոր չէ։ Եվ որոշվեց, որ մենք պիտի գնանք միջազգային զարգացած երկրների արդեն իսկ հարթած ուղիով եւ օպտիմալացնենք մեր առողջապահական համակարգը։ Ես ասեմ, որ նաեւ որպես ժառանգություն մեկուսացվածության առումով հենց դրա մասին եմ ուզում խոսել, որ խորհրդային միության մեկուսացվածությունը եւ սահմանների փակ լինելը բերել էր նաեւ առողջապահության, բժշկագիտության ոլորտում գրեթե բացակայող միջազգային ինտեգրացիայի չէին ներդրվում Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում բժշկագիտության այն տարիների վերջին զարգացումները, վերջին տեխնոլոգիաները, սարքավորումները զուտ խորհրդային միության փակ լինելու պատճառով։ Եվ ահա բացվեցին սահմանները, ահա բացվեց Հայաստանը անկախացավ եւ կանգնեց նոր մարտահրավերների առաջ ինչպես զարգանալու, համակարգ արդիականացնելու, այնպես էլ բնակչությանը տրամադրվող բուժօգնություն ավելի մեծ ու բարձր ցուցանիշների բարձրացնելու համար։ Լայն թափով սկսվեց համագործակցությունը Սփյուռքի հայ բժշկական համայնքի հետ եւ Սփյուռքում աշխատող հայկական միջազգային մարդասիրական կառույցների հետ։ Այո։ Եվ դրա առաջի ծիծեռնակներից, ինչպես հիշում եք, Հրայր Հովակիմյանն էր, որը եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ փաստացի հիմնադրեց Հայաստանի Հանրապետությունում սրտային վիրաբուժություն։ Այո։ Եվ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային կենտրոն էր սրտային վիրաբուժության եւ ամենաարդիական վիրահատությունները, տեխնոլոգիաները Հայաստանում կային ի շնորհիվ մեր մեծ ազգանվեր Հրայր Հովակիմյանի եւ այդ դպրոցը, որը ստեղծեց ինքը սրտային վիրաբուժությունում, մինչ օրս տալիս է հոյակապ կադրեր եւ շարունակում է մնալ ավանգարդը, շարունակում է մնալ սրտային վիրաբուժության դրոշակակիրը Հայաստանում։ Պարոն Սողոմոնյան, ներողություն եմ խնդրում, որ նույնիսկ այս տոնական օրերով մենք պետք է զիջենք եթերը գովազդային տեսահոլովակների ցուցադրության համար, վերադառնանք գովազդից հետո եւ խոսենք այդ փոփոխությունների մասին, եւ նաեւ նվաճումների մասին։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք տաղավար ենք հրավիրել Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանին եւ խոսում ենք մեր 25-ամյա պետության 25-ամյա առողջապահական ոլորտի մասին։ Եթե դուք ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին shtab.oknutun@gzik.tv.am հասցեով այս պահին փոքր գովազդ է մեր եթերում։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, հարգելի հեռուստադիտողներ, այսօր օրը տոնական է, մեր անկախության 25-ամյակը եւ մենք որոշել ենք ամփոփել մեր 25-ամյա առողջապահական ոլորտը։ Այս առիթով տաղավարում է Սամվել Սողոմոնյանը, մեր առողջապահության կազմակերպիչներից, եթե դուք ունեք հարցեր 54 89 34 է մեր հեռախոսահամարը կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին shtab.oknutun@gzik.tv.am հասցեով։
Պարոն Սողոմոնյան, փաստորեն այդ առաջին օրինակը, լավագույն օրինակը, որ նաև մեր տեղի բժիշկներին փաստորեն ցույց տվեց անկախ մասնագիտությունից, հա, սրտաբաններ էին նրանք, նյարդաբաններ, թոքաբաններ, փաստորեն Հրայր Հովակիմյանը ցույց տվեց, որ դա հնարավոր է, որ հետխորհրդային պետությունում ինչ որ մի ճյուղ զարգանա եւ այն աստիճանի հասնի, որ իսկապես օրինակելի լինի նաև միջազգային մակարդակով։ Այո, դա փայլուն օրինակ էր եւ նախ այդ օրինակը խթան հանդիսացավ, որպեսզի բուրըն զարգացում ունենա ոչ միայն սրտային վիրաբուժությունը, այլ նաեւ բժշկագիտության շատ այլ ոլորտներ, սակայն հիմա ես կուզեմ խոսենք մեր 25-ամյա առողջապահական համակարգի նվաճումներից։ Այո, այ ինչը փոխեցիք եւ ինչը դարձավ արդեն։ Ինչ մենք փոխեցինք եւ ինչի ենք հասել։ Կուզեմ սկսենք մարզերից։ Թե ինչ փոխեցինք մենք մարզերում եւ ինչ ունենք այսօր։ Ինչպես նշեցի, մարզերում ունենք բավականին ոչ օպտիմալ առողջապահական հիմնարկներ եւ մենք որոշում կայացրեցինք օպտիմալացնել նրանք։ Սկսվեց մարզային առողջապահական համակարգի վերազինման աննախադեպ մի ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքով բոլոր մարզերում սկսվեցին մարզային հիվանդանոցների հիմնանորոգումներ, իսկ որոշ տեղերում նաև 0-ից կառուցվեցին ժամանակակից ամենաբարձր չափանիշները բավարարող բժշկական կենտրոններ։ Եվ ժամանակ էր պահանջվում, որ մարդիկ տեսնեին դրա արդյունքը, որովհետև այդ շրջանում, երբ հնչում էր օպտիմալացում բառը, բոլորը կարծես սրերով էին դա անցալում եւ մտավախություն ունեին, որ կարող է այո, ինչ որ բանային չստացվել, բայց ժամանակը ապացուցեց, որ մենք ճիշտ ուղով էինք գնում։ Եվ այսօր ուրախությամբ պիտի նշեմ, որ մենք Մեղրիից սկսած մինչև Բերդ քաղաքը, այսինքն Հայաստանի ամենահարավից հյուսիս մենք ունենք հագեցած, վերանորոգված, վերազինված բժշկական կազմակերպություններ, ունենք աննախադեպ Գյումրիի բժշկական կենտրոն 0-ից սարքված, ունենք Քաջարանում բժշկական կենտրոն, որում սարքավորումներ են, այնպիսի սարքավորումներ կան տեղադրված, որոնք տարածաշրջանում նույնիսկ նմանները չկան շատ բարձր մակարդակի, եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Այո։ Շարունակվում են մարզերում այս ընթացքում մենք շեշտադրված աշխատել ենք նաև առողջապահական կադրերի սերնդափոխության երիտասարդ շնորհալի կադրեր այնտեղ ուղարկելու ուղղությամբ, ինչպես նշել եմ մի քանի անգամ առիթի դեպքում, նույնպես կուզեմ կրկնել, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիր ներդրվեց այս տարիներին, որը բուրըն թափով սկսեց զարգացնել եւ համալրել մարզային առողջապահական կադրերի երիտասարդ շնորհալի մասնագետներով։ Կուզեմ նշել, որ այդ արդիականացման, օպտիմալացման շրջանակներում մենք գրեթե ամենուր պոլիկլինիկաները առաջնային օղակը բժշկական օգնության եւ սպասարկման եւ հիվանդանոցային օղակը միավորելով ստեղծեցինք բժշկական կենտրոններ եւ այսպիսով ազգաբնակչությունը այլևս առողջապահական իր խնդիրները լուծում է մեկ տեղում եւ ստիպված չի լինում գնալ միտեղ պոլիկլինիկա, միտեղ ամբուլատորիան, միտեղ հիվանդանոց, այսինքն մեկ շենքի շրջանակներում ամբողջ ծավալով իր բուժօգնությունը ստանում է քաղաքացին։ Ներդրվեցին էլեկտրոնային կառավարման միջոցներ, նաեւ ինչպես ֆինանսավորման ոլորտում առողջապահական ծառայությունների, այնպես էլ բժշկական փաստաթղթերի վարման, հա, եւ զարգացումները մարզային առողջապահությունում իրոք որ նշանակալի են։ Բավականին տեսնել, թե կրկնեմ ինչպիսի հիվանդանոցներ ունենք մենք այժմ մարզերում եւ ամեն ինչ բարձ կլինի։ Բնականաբար աճեց նաեւ դիմելիությունը, քաղաքացիների դիմելիությունը դեպի բժշկական կենտրոններ, աճեց հավատը դեպի առողջապահական համակարգը եւ տարեց տարի ելնելով այդ զարգացման տենդենսներից ու տեմպերից բնակչության դիմելիությունը առողջապահական համակարգ ավելի է բարձրանում եւ դա բավականին վստահությունը ցուցադրող ցուցանիշ է համարվում։
Հիմա խոսենք ինչ ունենք Երևանի խոշոր բժշկական կենտրոններում մատուցվող բժշկական ծառայությունների մասով, որովհետև մարզերն իրենց տեղում են իհարկե, բայց նեղ մասնագիտական ծառայությունները բժշկական հիմնականում զարգանում են եւ դա նորմալ է, զարգանում են մայրաքաղաքային առողջապահական համակարգում։ Մենք բուռն աճ ունեցանք այնպիսի ոլորտներում, ինչպիսին նշեցի արդեն սրտային վիրաբուժությունն է, անոթային վիրաբուժությունը, նյարդավիրաբուժությունը, ասեմ, որ մենք ներկայումս ինվազիվ միջամտությունների բավականին մեծ ծավալ ենք անում, ինչպես գլխուղեղի, սրտի, այնպես էլ պերիֆերիկ անոթների վրա, իսկ խոսքը ստենտավորումների մասին է, որը ժամանակակից բժշկության ամենադինամիկ զարգացող ճյուղերից է։ Մենք բուռն զարգացում ունեցանք վնասվածքաբանությունում եւ օրթոպեդիայում, ուրոլոգիայում, վիրաբուժության գրեթե բոլոր ոլորտներում։ Ակնաբուժությունը իհարկե իր ժամանակակից սարքավորումներով, նորածնային խնամքի եւ մոր եւ մանկան ծառայության ոլորտում մենք աննախադեպ ցուցանիշներ ունենք։ Խորհրդային տարիներից գրեթե եռակի անգամ, ավելի քան եռակի անգամ մենք մանկական եւ մայրական մահացության ցուցանիշներն ենք նվազեցրել եւ առայժմ մեր որոշ ցուցանիշներով գրեթե մոտենում ենք եվրոպական ամենազարգացած երկրների ցուցանիշներին եւ այդ աշխատանքները այդ ուղղությամբ շարունակվում են։ Ես կուզեմ հատուկ նշել իմունականխարգելման ոլորտում մեր հաջողությունները, որովհետեւ Հայաստանի ցուցանիշները այդ ոլորտում աշխարհի լավագույններից են եւ միջազգային հարթակներում տարբեր առիթների դեպքում Հայաստանը որպես երկիր բերվում է օրինակ, որ առանձին վերցրած երկրում նման բարձր իմունականխարգելման ցուցանիշների է հնարավոր հասնել եւ ի շնորհիվ դրա ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունը Հայաստանում շատ նվազ ցուցանիշների վրա է ներկայումս եւ ինչպես բոլոր զարգացած երկրներում Հայաստանում արդեն խնդիր են ոչ թե ինֆեկցիոն հիվանդությունները, այլ ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են առաջնային խնդիր դառնում եւ ռուսկային հիվանդությունները եւ այդ տենդենսը համաշխարհային զարգացած երկրների տենդենսն է, այսինքն ինչքան բժշկությունը զարգանում է, այնքան հաղթահարում է ինֆեկցիոն հիվանդությունները, սակայն ոչ ինֆեկցիոն հիվանդությունները որոնք ավելի շատ ոչ թե առողջապահական համակարգի հետ են կապված, այլ մարդու ապրելակերպի, կենսակերպի հետ, հա։ Ինչը տանում է պարոն Սողոմոնյան, փաստորեն այդ կանխարգելման գործընթացին, որ այդքան նշվում է, որ հիմա ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում առողջապահությունը գնում է որպես կարմիր թել ունենալով ոչ թե բուժում, այլ կանխարգելում, առողջությունը պահելու, ոչ թե հիվանդությունը բուժելու։ Ապացուցված է, որ շատ ավելի հեշտ է եւ նվազ ծախսատար բնակչին, քաղաքացուն, երկրի քաղաքացուն չթողնել հիվանդանա, հնարավորինս երկար պահել նրան առողջ վիճակում, քան սկսել բուժել նրա հիվանդությունները, որոնք այդ հիվանդությունները բուժելու ճանապարհը փակուղային է, պետք է վերադառնալ եւ սկսել կանխարգելումից։ Ես մի քանի ձեռքբերում միջազգային ճանաչում բերած ձեռքբերում ասեմ այս տարիներին։ Պարոն Սողոմոնյան, ներեցեք, այստեղ հարց է գրել, ավելի ճիշտ ոչ թե հարց է, այլ շնորհակալություն, մինչև միջազգային ճանաչում ունեցող ստացած մեր ձեռքբերումներին անդրադառնալը, չնայած սա հենց այն ոլորտին է վերաբերում, որի մասին մենք խոսեցինք սրտաբանության, Լուսինե Բաղդասարյան գրում է 94 թվականին հրայրը վիրահատեց իմ տղային եւ նա փաստորեն երեխայի բնածին սրտի բնածին արատի վիրահատությամբ փրկեց իմ տղայի կյանքը, հիմա նա արդեն մեր պետությանը գրեթե տարեկից երիտասարդ է եւ շատ մեծ հաջողություններ ունի ուսման մեջ, ուզում եմ ասել շնորհակալություն, պարզապես շատ լավ առիթ է ծնողը որոշել բաց չթողնել իր շնորհակալություն եւ նման օրինակները հազարների են հասնում, այն փրկված կյանքերը, այն հաշմանդամությունից խուսափած հայ ազգի որդիները, որոնք կարողացան հմուտ բժիշկների աշխատանքի շնորհիվ բնականon կյանքի վրա դառնալ, նման դեպքերը հազարավոր են։ Ինչ միջազգային հարթակներում նվաճումներ ունենք, ես կուզեմ նշել։ Ինչի մասին են խոսում։ Ես կուզեմ նշել 3 խոշոր նվաճում, համաշխարհային մակարդակի նվաճում, որը ճանաչվել է Միացյալ Ազգերի կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
2002 թվականին մենք ճանաչվեցինք, Հայաստանը ճանաչվեց պոլիոմիելիտից ազատ երկիր եւ մենք ստացանք համապատասխան սերտիֆիկատ, որ Հայաստանում այլևս պոլիոմիելիտ չկա։ Դա այն ժամանակների համար շատ մեծ հաջողություն էր համարվում։ 2009 թվականին Հայաստանը համարվեց մալարիայից ազատ երկիր, մենք էլիմինացրեցինք մալարիան մեր երկրում։ Այո։ Եվ 2009 թվականից մինչ օրս մենք մալարիայի տեղական դեպքեր Հայաստանում չունենք։ Վերջին համաշխարհային ճանաչում գտած ձեռքբերումը մենք ունեցանք այս տարի 2016 թվականին, երբ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ճանաչեց Հայաստանը որպես միավ վարակը մորից երեխային փոխանցումը բացառող երկիր։ Ինչի մասին մենք ունեցանք թողարկում առանձին։ Եվ դա մեծ ձեռքբերում է համարվում, ասեմ, որ աշխարհում նման երկրները շատ քիչ են, որոնք կարողացել են հասնել այն կանխարգելման այն ցուցանիշներին, որ ոչ մի միավարակակիր մորից վարակը վիրուսը երեխային չանցնի եւ նրանց երեխաները բոլորը առողջ են։ Այո։ Դա մեր կանխարգելման սպիդի կանխարգելման ծրագրի մեծագույն ձեռքբերումներից է։ Շատ ուրախալի են այդ ձեռքբերումները, պարոն Սողոմոնյան։ Դուք նշեցիք, որ խորհրդային տարիներին խորհրդային միության ղեկավարությունը մեզ դիտարկում էր որպես սահմանամերձ պետություն, հա, իր կազմի մեջ մտած եւ այդ զինվորական ֆակտորը հաշվի առնելով այստեղ ավելի կարծես թե ուժեղացրել էր այդ համակարգը այդ շատ մեծ ենթակառույցներով եւ ենթակառուցվածքներով եւ շատ թվով բուժաշխատողներ պատրաստելով։ Հիմա էլ մենք ճիշտ է խորհրդային միության կազմում չենք եւ մեր անկախության 25-ամյակն ենք նշում, բայց միևնույն է մենք էլ ենք մեր սահմանների պաշտպանը բնականաբար եւ գիտենք թե ինչքան իսկապես հիմա անհրաժեշտ է մեզ դա եւ նաեւ այդտեղ որպես կարեւորագույն օղակ նաեւ առողջապահությունն է, որովհետեւ գոնե վերջին դեպքերը, որ հիշում են նաեւ նոր սերնդի մարդիկ, եթե ասենք թե 90-ականները դնենք դեռ մի կողմ, մենք մի քանի ամիս առաջ տեսանք, որ դա ամենակարևոր ճյուղերից է նաև ռազմական ասպարեզում։ Ինչ կասեք մեր ռազմական բժիշկների բժշկության ոլորտին։ Ես ասեմ, որ իհարկե առողջապահական համակարգը ցանկացած երկրի սպասարկում է ոչ միայն ազգաբնակչությանը խաղաղ ժամանակ, այլ նաև մեծ դերակատարում առաքելություն ունի սպասարկելու, Աստված ոչ արասցե, եթե ռազմական գործողություններ են սկսում եւ բանակը եւ ազգաբնակչությունը ունենում են վիրավորներ եւ տուժածներ։ Ասեմ, որ այս անցած 25 տարիների պատրաստվելը հնարավոր ռազմական գործողություններին եւ ռազմական բժշկությունը զարգացնելը, աղետների բժշկությունը զարգացնելը եւ ընդհանուր առողջապահական համակարգի պատրաստվածությունը բարձրացնելը, իսկ դա բավականին մեծածավալ աշխատանք է եղել, հավատացեք, իր արդյունքները տվեց քառորյա պատերազմի շրջանում։ Ես ասեմ, որ մենք աննախադեպ բժշկության առողջապահական սպասարկման առումով աննախադեպ ցուցանիշներ ունեցանք քառորյա պատերազմի ընթացքում։ Մեր վիրավոր զինվորների ապաքինման եւ նրանց կյանքը փրկելուն ուղղված առողջապահական բուժական աշխատանքների արդյունքները համադրելի են եւ նույնիսկ ավելին ՆԱՏՕ-ի ամենահարուստ զարգացած բանակների առողջապահական համակարգերի ցուցանիշներին։ Ես ասեմ, որ մի պարզ ցուցանիշ, որը բարձրաձայնվել է, մարտի դաշտից առողջապահական կազմակերպություն հասած գրեթե ոչ մի վիրավոր չի մահացել։ Այսինքն մահացող վիրավորները, որոնք մահացել են, դրանք այնպիսի վիրավորումներ են ունեցել, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել եւ նրանք մահացել են արդեն իսկ մարտի դաշտում։ Սակայն այն վիրավորները, որոնց հաջողվել է բերել առողջապահական համակարգ, այսինքն բերել բժշկի մոտ, գրեթե մենք երբ վիրավորը գտնվել է արդեն բժշկի ձեռքերում, մենք գրեթե մահեր չենք ունեցել։ Այո։ Եվ հաջողվել է նրանց կյանքը փրկել, սա աննախադեպ ցուցանիշ։ Հասկանալի է։ Պարոն Սողոմոնյան, մեր հեռուստադիտողներից երկրորդի հարցը, ահա նաև երրորդ հարցը ավելացավ, երկրորդը
ասում է բարև ձեզ, ես էլ եմ շնորհավորում անկախության տոնի առիթով եւ ուսուցչուհի եմ, ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ պարտադիր բժշկական քննություն անցնելու այդ ծրագիրը ներդնելու համար, որովհետեւ պոլիկլինիկայում այդ ծրագրով ինձ մոտ որոշ խնդիրներ հայտնաբերվեցին եւ բարեբախտաբար վաղ փուլում էր եւ դա նպաստեց, որպեսզի շուտ կանխարգելվի հետագա ավելի վատ հետևանքը։ Շնորհակալություն, որ եւս մեկ անգամ եթերից ներառված են փաստորեն եւ այո, եւս մեկ անգամ եթերից նշվեց մի շատ հաջողված ծրագիր, որը մենք ներդրել ենք ներկայումս եւ նա բավականին հաջող գործում է, դա դասական կանխարգելման մի ծրագիր է, երբ սոցիալական սոցփաթեթի շրջանակներում բնակչության մի զգալի զանգվածի, այսինքն սոցփաթեթի շահառուներին, իսկ նրանք 200,000-ից ավելի են, տարեկան մեկ անգամ պարտադրում ենք, որպեսզի նրանք նվազագույն հետազոտությունների ծավալ անցնեն։ Եթե չեմ սխալվում, դա այդ 8,000 դրամի շրջանակներում նվազագույն հետազոտությունների ծավալ անցնեն։ Իհարկե որոշ խնդիրներ, եթե հայտնաբերվեն, դրանք արյան մեզի հետազոտություններն են, դրանք շաքարի հետազոտությունն է, հա, հիպերտոնիայի բացահայտման ուղղված հետազոտությունները, դրանք արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ բացահայտման ուղղված հետազոտություններ են, կրծքագեղձի քաղցկեղի վաղ բացահայտման ուղղված հետազոտություններ եւ ասեմ, որ բավականին արդյունավետ ծրագիր է ստացվել եւ բավականին հիվանդներ հիվանդության ամենավաղ փուլերում, երբ շատ արդյունավետ կարելի է բուժել եւ հաղթահարել նույնիսկ չարորակ նորագոյացությունները, մենք ունեցել ենք այդպիսի հայտնաբերված շատ հիվանդներ եւ նրանք լիարժեք բուժվել են։ Այո։ Եվ այսպիսի կանխարգելման ծրագրերը պետք է մշտապես շատացնել, շարունակել, ներկայումս մենք համաշխարհային բանկի վարկային ծրագրով մեծ սկրինինգային ծրագիր ենք անում, ուղղված ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, դա շաքարային դիաբետն է, դա հիպերտոնիկ հիվանդությունն է, արգանդի պարանոցի քաղցկեղը, եւ ասեմ, որ այս սկրինինգային ծրագրի շրջանակներում արդեն շատ ավելի մեծ քանակով ազգաբնակչություն է ընդգրկված եւ 30 տարեկանից բարձր բավականին մեծ քանակի ազգաբնակչություն Հայաստանի ողջ տարածքով այս հետազոտությունները անցնելու են, որպեսզի հնարավորինս վաղ հայտնաբերենք եւ կանխարգելենք եւ բարդություններ չլինեն։ Պարոն Սողոմոնյան, մեր ժամանակը արդեն քիչ է մնացել, բայց ուզում եմ ընթերցել նաեւ մյուս հեռուստադիտողի հարցը, ասում է ապրիլյան պատերազմում վիրավորվել էր նաեւ տղայիս ընկերներից մեկը, բարեբախտաբար նա շուտ ապաքինվեց եւ վերադարձավ տուն, հիմա իմ տղան է ծառայության մեջ, ես խնդրում եմ պարոն Սողոմոնյանին ասել, թե ինչպես են մյուս վիրավոր տղաների վիճակը, ովքեր դեռևս ունեն բժշկական օգնության եւ վերականգնման կարիք եւ քանի հոգի նրանցից ստացավ հնարավորություն արտասահմանում բուժումը շարունակելու համար։ Առողջապահության համակարգի մշտական ուշադրության ներքո են մեր հերոսները, մեր վիրավոր զինծառայողները, որոնք քարորիա պատերազմի ընթացքում աննախադեպ հերոսացան եւ ասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ իրականացնել պատշաճ բժշկական օգնությունը կամ այս կամ այն վիրահատությունը կամ վերականգնողական բուժումը, պետական բյուջեի միջոցների հաշվին այդ զինծառայողները ուղարկվում են արտասահմանյան ամենալավագույն կլինիկաները, սակայն պիտի նշեմ, որ ներկայումս Հայաստանում բժշկագիտության զարգացում, առողջապահական համակարգի զարգացում այնքան լավ մակարդակի վրա է, որ նման դեպքերը շատ չեն, որովհետև այն, ինչ արվում է արտերկրի կլինիկաներում, գրեթե ամբողջ ծավալով հնարավոր է լինում իրականացնել նաև Հայաստանում, եզակի բացառություններ ունենք, որ սպეციფიկ բարձր տեխնոլոգիական նեյրովիրաբուժական նուրբ վիրահատությունների անհրաժեշտություն է եղել եւ վիրավոր զինծառայողը պետական միջոցներով տեղափոխվել է արտասահման, վերջին օրինակներից Գերմանիայի Դաշնություն ուղարկեցինք վիրավոր զինվորի
նեյրովիրաբուժական վիրահատություն անելու, գանգաթաղի վերականգնելու խնդիր կար, եւ այդ աշխատանքները շարունակվում են եւ շարունակվելու են եւ մինչեւ վերջին վիրավոր զինվորը մեր ուշադրության մշտական մեր ուշադրության կենտրոնում է լինելու, հավատացեք, եւ մենք պիտի անենք ամեն ինչ, որ նրանք վերադառնան բնականոն կյանքի, նրանք սերունդ տան, նրանք զգան, որ իրենց թիկունքում երկիր է կանգնած։ Հայրենիք 25-ամյա։ Շատ շնորհակալություն, պարոն Սողոմոնյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց, շուտով պետք է արդեն ուղիղ եթերը կրկին միանա, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում մեր առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը եւ մենք խոսում էինք մեր 25-ամյա պետության 25-ամյա առողջապահական ոլորտի մասին, որը իհարկե շատ մեծ ձեռքբերումներ եւ նվաճումներ է ունեցել, չնայած դեռ կան նաեւ շատ խնդիրներ, ծրագրեր, որոնք իրականացնելու եւ լուծելու կարիք կա եւ իհարկե շնորհավորելով բոլորիս անկախության տոնը, ես մաղթում եմ, որ առաջին հերթին անկախ եւ ազատ լինենք հոգեպես, սակայն չմոռանանք նաև, որ կարևոր է նաև ֆիզիկապես անկախ լինելը, ինչի համար մեծ հիմք է հանդիսանում առողջությունը։ Պահպանեք ձեր ամենաթանկ ունեցվածքը առողջությունը, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, ժամը 18-ին, առողջ եղեք։